Ողջույն, մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում ազգային ժողովի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ընդդիմադիր ուժերը բողոքարկում են արդյունքները, ուժեղ Հայաստանը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները, իսկ մերժման պարագայում հայտարարել են, որ դիմելու են սահմանադրական դատարան, կուսակցությունը պնդում է, թե իշխանությունը օգտագործել է վարչական ռեսուրս եւ ՔՊ-ի առնվազն 100,000 ձայն կասկածելի է Հայաստան դաշինքը երրորդ տեղը զբաղեցրած այս քաղաքական ուժը եւս հայտարարել է, որ վիճարկելու է ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանում, նախնական արդյունքներով շեմը չհաղթահարած ԲՀԿ-ն եւս բողոքարկում է, պահանջելով վերաքվեարկություն այն բանից հետո, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց երկու տեղամասերի արդյունքները, ինչի հետևանքով զրոյացվեցին ոչ միայն քաղաքացիական պայմանագրի ուժեղ Հայաստան դաշինքի, այլ նաեւ ԲՀԿ-ի ստացած ձայները, կուսակցությունը պնդում է, որ դա արվել է իրեն խորհրդան մտնելու հնարավորությունից զրկելու նպատակով, արդյոք ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կարելի է լեգիտիմ համարել եւ ինչի մասին են վկայում ընդդիմության բողոքարկումները, այս թեման են քննարկելու Factor TV-ում այսօր մեր հյուրերն են Դավիթ Ալավերդյանը, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր, Գարեգին Միսկարյանը, +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ, Ռոբերտ Ղևոնդյանը, հայկական խորհրդի փորձագետ եւ քաղաքագետ, Յուրի Ավակյանը, Restart հիմնադրամի տնօրեն եւ Նարինե Դիլբարյանը, ԵՊՀ դոցենտ, ինչպես նաեւ Դեմկուսի փոխնախագահ։ Պարոն Ղևոնդյան, սկսենք ձեզնից, կան շնորհավորանքներ միջազգային հանրության տարբեր գործընկերների կողմից, բացի այս պայդրությամբ Ռուսաստանի Դաշնությունը, բայց կա նաև process ընդդիմադիր ուժերի կողմից բողոքարկել արդյունքները, այս բողոքարկումները արդյոք, այսպես ասենք, ստվեր են գցում լեգիտիմության վրա, թե դրանք ստանդարտ հետընտրական իրավիճակներ են։ Միանշանակ ընտրությունները լեգիտիմ են, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան, լեգիտիմությունը հարաբերական հասկացություն է, բայց ընտրությունների արդյունքները համընկնում են հասարակության մոտեցումների հետ։ Ավելին ասեմ, այն օրինակ, որ քաղաքացիական պայմանագիրը չունի սահմանադրական մեծամասնություն, սա եւս համընկնում է հասարակության մոտեցումների, հասարակության տրամադրությունների հետ։ Ինչի մասին է խոսում ընդդիմադիր կուսակցությունների բողոքարկումները։ Դրանք տարբեր տրամաբանություն ունեն։ Եթե Բարգավաճ Հայաստանը հստակ խնդիր ունի հաղթահարելու անցողիկ շեմը, ընդ որում նշեմ, որ խոսակցություններ կան, որ հնարավոր է նույնիսկ այս երկու տեղամասերի արդյունքները զրոյացնելու պարագայում Բարգավաճ Հայաստանը կարողանա անցողիկ շեմը հաղթահարել, որովհետև վերահաշվարկը ընթացքի մեջ է։ Եթե հաղթահարում է, դրանից հետո հավանաբար Բարգավաճ Հայաստանը այլևս չի բողոքարկի ընտրությունների արդյունքները եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ որոշում կկայացնի հավանաբար, որ այդ երկու տեղամասերի ընտրությունների արդյունքների զրոյանալը էական ազդեցություն չի ունեցել գործընթացի վրա եւ վերաքվեարկություն այդ երկու տեղամասերում տեղի չի ունենա։ Սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այն լեգիտիմությունը, որը հստակորեն արտահայտում է այս արդյունքը, այն արդյունքները, որոնք կան, կսկսի գործել։ Բայց տրամաբանությունը մասին չի, եթե զրոյացումը կոնկրետ քաղաքական ուժի անցնել չանցնելու վրա ազդում է, ԿՀ-ն պիտի որ վերաքվեարկություն։ Հենց դրա մասն եմ ես ասում, եթե Բարգավաճ Հայաստանը անցնում է առանց դրա, այլևս իմաստ չունի վերաքվեարկություն անցկացնել, որովհետև Բարգավաճ Հայաստանը եթե 4% անցնում է, այդտեղ եթե քվեարկություն լինի, նորից Բարգավաճ Հայաստանը միավորներ հավաքի, միևնույն է անցել է, առանց դրա էլ է անցնում, դրանով էլ է անցնում։ Եթե չի անցնում, այդտեղ այո, իհարկե պետք է վերաքվեարկություն լինի, որովհետև այդ ձայները կարող են օգնել, որ Բարգավաճ Հայաստանը կարողանա հաղթահարել։ Շնորհակալ եմ, կշարունակենք, դուք ինչ որ վերապահում եք։ Այդ մասով որ հստակ, բայց ի սկզբանե ասեմ, որ ոչ միայն ընդդիմությունն է ընդհանրենք դժգոհ այս արդյունքներից եւ բնականաբար օգտվելով լեգիտիմ են սրանք, թե ոչ այս ընտրությունները։ Հիմա չի կարելի դա ասել։ Ես ուզում ասել դրանց ազատ եւ արդար լինելու մասին եւս հարցականներ կան, ուզում հիշեցնել ԵԱՀԿ ժմիգի այսպես հնչեցրած գնահատականները, որ միջազգային չափանիշներին չէր համապատասխան եւ իմ կարծիքով ճիշտ ձևակերպումը, որ մեր ժողովուրդը պետք է որոշի դրանք ազատ են, արդար են, լեգիտիմ են թե ոչ։ Մենք հիմա որպես այդ ժողովրդի ներկայացուցիչներ պետք է ասենք, որ այն խախտումները, որոնց մասին բարձրաձայնում է նաև այդ ընդդիմությունը եւ հաղթահարած շեմը խորհրդարան մտնելու եւ չհաղթահարած, խոսում են այն մասին, որ ընտրությունները ցավոք սրտի ողբերգականորեն էլի անցել են խախտումներով եւ Հայաստանը նորից
կարծես վերադառնում է այդ ցիկլի մեջ։ Ինչ վերաբերում է պարոն Ղևոնդյանի ասածին, կներեք, ինձ թվում է վերահաշվարկ մի կուսակցության համար չպետք է էլի որ արվի ըստ տրամաբանության, այսինքն վերահաշվարկ թե վերաքվյարկություն։ Ես վերահաշվարկից սկսենք, որովհետև վերաքվյարկությունը ինչից պետք է բխի, վերահաշվարկից։ Վերահաշվարկը ընդհանրապես երկու ընտրատեղամասի արդյունք։ Վերահաշվարկը հանգեցրել է, այո, դե դա պետք է վերընտրություն տեղի ունենա, անկախ նրանից վերահաշվարկը ԲՀԿ-ի դիմումով արդեն կատարվում է։ Ոչ, եկեք ասենք, որ դա ոչ միայն ԲՀԿ-ի դիմում էր, մնացածներն էլ դիմել են։ Ուրիշ հարց, որ ենթադրենք հիմա կոնկրետ երկու ընտրատեղամասում է, չէ, հայտարարվել, որ դրանք չեղյալ են, այո, Սյունիքում եւ Նուբարաշենում։ Վերահաշվարկ կատարվում են մի քանի տասնյակ տեղամասում։ Եվ դա չի արվում միայն ԲՀԿ-ի համար։ Եթե այս երկու տեղամասում դուք ելնում եք այն հանգամանքից, որ ԲՀԿ-ն հավաքել էր առավելագույն ձայներ, այսինքն սրանք ենթադրենք այնտեղ ընտրությունները չեղյալ համարելը կարող է ազդել նրանց արդյունքների վրա, իսկ ես ասում եմ, որ ընդհանրապես դա ճիշտ է, կուսակցությունը դիմել է, բայց իրենցից բացի ուրիշներն էլ դիմել են, եւ դա չի նշանակում, որ մնացածները գոհ են, ուստի եթե ենթադրենք ԲՀԿ-ն անցնում է ինքը գոհ է լինում, ուրեմն չպետք է վերաքվյարկություն լինի։ Ընտրատեղամասում դա ոչ մի չէ, որ ասացիք, եթե իրենք չմտան, այլևս իմաստ չունի, ես ճիշտ լսեցի, դուք ասիք իմաստ չունի։ Իմաստ չունի այն պատճառով, որովհետև արդյունքները չեն փոխվի, եթե որովհետև վերաքվյարկություն պարոն Իսկարանին, ապա մեր մյուս գործընկերություն արվում է այն դեպքում, եթե դրա արդյունքում կարող են ընտրության արդյունքները փոխվել։ Էականորեն։ Պարոն Ղևոնդյանի ասածը այն է, որ եթե այդ քվեարկության արդյունքներում էականորեն բան չի փոխվելու, այսինքն Բարգավաճ Հայաստանը երկու դեպքում էլ անցել է վերաքվեարկություն ենթադրում, որ չի փոխվելու։ Ասում եմ, եթե նման իրավիճակ ձևավորվի։ Չէ, վերաքվեարկություն արվելու է երկու ընտրատեղամասում, եթե արվի։ Ամբողջ ընտրատեղ կլսենք թե մյուս ընտրատեղամասերի վերաբերյալ, այս պահին վերահաշվարկը արվել է շատ տեղամասերում, կոնկրետ երկու տեղամասի հետ կհնկայացել է որոշում, որ անվավեր են այդ ընտրատեղամասերում խախտումները էական են եղել, այդ էական խախտումները ընտրության ընդհանուր տրամաբանության վրա կարող են ազդել կամ ոչ, եթե ԲՀԿ-ն անցնում է կամ չի անցնում, չէ, դա մեր քմահաճույք չի։ Դա քմահաճույք չէ։ Դուք հիմա միայն ԲՀԿ կամ ենթադրյալ ԲՀԿ, այսպես ասենք, տեսանկյունից եք նայում։ Մյուս կուսակցությունները եւս բողոքարկել են եւ այսօր էլ։ Բայց այն հաշվարկը, որ արվել է այդ ընտրատեղամասերում, էական փոփոխության չի ենթարկում մյուս կուսակցությունների արդյունքները բացառությամբ ԲՀԿ-ի։ Բացառությամբ Բարգավաճի։ Հիմա դա չէ, դա Տիկին Դիլբար, եկեք լսենք պարոն լեգիտիմության հարցը։ Ես կարծում եմ, այս ընտրությունները մի լուրջ լեգիտիմության խնդիր ունեն, շատ լուրջ։ Եվ դա Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններում ռուսական ուժերի մասնակցությունն է։ Այդ ուժերը, որոնք այսօր անցել են ազգային ժողով, ցավոք դրանք պետական ուժեր չեն, դրանք դրսից կառավարվող քաղաքական խմբակներ են, որոնցով Հայաստանը միշտ կառավարվել է արտաքին ուժերի կողմից, եւ հիմա ես կարծում եմ, որ լեգիտիմության խնդիրը այդտեղ է։ Կներեք, բայց նրանք կես միլիոնից ավել ձայն են ստացել, պարոն Իսկարյան։ Կներեք, բայց կես միլիոնից ավել ձայն ստանալը դեռ չի նշանակում, որ այդ ուժերը պետք է մասնակցեին, որովհետև Մոլդովայում էլ են մեծ թվով ձայներ ստացել, բայց եթե ժողովրդին վախացնում են, օրինակ, նույն Եթե այդ ուժերը չլինեին, ես վստահ եմ Նիկոլ Փաշինյանն էլ այդքան ձայն չէր հավաքելու, որովհետև ամբողջ ընտրական տրամաբանությունը եղել է հասարակությանը վախացնելու շուրջ։ Նրանք ասել են 300,000 թուրք է գալու ժողովուրդ, մեզ ընտրեք, եթե մյուսը ընտրվեց, նրանք էլ ասել են պատերազմ է լինելու, եթե մեզ չընտրեք, մեզ ընտրեք։ Այսինքն այս երկու կողմից հասարակությանը ռմբահարելով, տորպեդահարելով տանել ընտրատեղամաս եւ պարտադրել, որ իրենց ընտրեն, որովհետեւ հասարակության հետ կարող է մեծ դժբախտություն տեղի ունենալ ըստ հասարակության տրամաբանության, դա լուրջ խնդիր է։ Եվ եթե դաշտում գոյություն ունենար քաղաքական միտք եւ ծրագիր ունեցող որևէ գաղափարական ուժ, որը նաեւ վստահություն կառաջացներ հանրության մոտ, որ ինքը վիճակի է փոփոխություններ բերելու,
Հնարավոր է որ Նիկոլ Փաշինյանն էլ չանցներ այդ ընդդիմությունները։ Դուք ձեր ճաշակից ելնելով եք այս Ոչ, պատմում։ ես քաղաքական վերլուծության արդյունք եմ ասում։ 50-50 Շնորհակալ եմ, քիչ անց կվերադառնանք, պարոն Ավագյան, ձեր կարծիքով լեգիտիմության հարցը, որ այսօր ընդդիմությունը կասկածի տակ է դնում, ասում է ՍԴ ընդդիմելու, ինչքանով է այսպես հիմնավորված եւ արդյոք առաջկա կառավարություն, որ ձևավորվել է եւ խորհրդարանը, դա լեգիտիմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքն է արտահայտում։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ այո, դա լեգիտիմ կամքը արտահայտում է եւ նաեւ եթե մենք խոսում ենք միջազգային դիտորդների մասին, նույն ԵԱԿ-ի, այո, խախտումներ արձանագրվել են, բայց վերջնական եզրակացությունը նա է, որ այդ խախտումները չէին կարող էական ազդեցություն ունենալ հայ ժողովրդի կամքի վրա։ Այսինքն այդ խախտումները միշտ է կան, ինչ վերաբերում է վարչական ռեսուրսին, դա եթե բոլոր երկրների նույնիսկ ամենի ժողովրդավար, հա, մենք նայում ենք, դա խնդրեմ է, բայց դա միշտ լինում է։ Եվ այստեղ ընդհանուր առմամբ այդ դիտորդները տալիս են վերջնական գնահատականը, ինչքանով է դա ազդել։ Եթե մենք նայում ենք Վրաստանի օրինակը, նույն այդ միջազգային դիտորդները այնտեղ եզրակացություն են հայտնել, որ ազդել է վերջնական կարծիքի վրա, հետևաբար այնտեղ եղան խնդիրներ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության ու առաջնորդության հետ եւ նաեւ սրանով է պայմանավորված ԵՄ Վրաստան լարվածություն, նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնորդությունից մեկը Վաշինգտոնում այսօր նա է, որ զուտ խոսեն իրենց հետ։ Եթե վերադառնալով մեր հայկական իրականությանը, ապա այն քաղաքական որ կոնֆիգուրացիան, որը կա, ինձ է դա դուր չի գալիս իհարկե, բայց եթե մենք խոսում ենք ժողովրդին վախեցնելու միջոցով քվե վերցնելու հետ կապված, գիտեք, ես նաև հետևում եմ միջազգային տարբեր երկրների ընտրությունները եւ բոլորն էլ հասկանում են, որ սոցիոլոգիայի տեսանկյունից վախի վրա աշխատելով կարելի է մարդկանց դրդել գործողությունների, հետեւաբար քվեարկության, ուստի սա բոլոր տեղերում էլ ընդունված է։ Տեխնոլոգիա է, որը կիրառում է, կարող է նորմալ չի, լավ չի, բայց մեր քաղաքականության մեջ այդպես բարի պուպուշ, բարիդրացիական իրավիճակ, երբ որ կա ժողովրդավարական համակարգ, ես կարծում եմ, որ երբեք էլ տեղի չի ունենում, եւ եթե էլի մենք նայում ենք նույն Վրաստանի ընտրությունները, օրինակ այնտեղ հիմնականում խոսում են գլոբալ պատերազմի կուսակցության մասին, սա Իվանիշվիլիենց կողմից տարվող մի հատ sense ընդհանուր նարատիվ է։ Այո, եւ նաեւ ինձ որպես միջազգային դիտորդ ցույց են տվել հետազոտության արդյունքները, ըստ որոնց 30%-ից ավելին բնակչության հավատում է այդ նարատիվին, նաեւ եղել է հակառակ նարատիվը, որ այսինքն կլինի գուբերնիզացիա եւ այլն։ Համենայն դեպս, երբ որ կա ընտրապայքար եւ երբ որ կան միմյանց ոչնչացնելու ոչ ենթակա քաղաքական ուժեր, միշտ էլ այդ լարվածությունը լինելու է։ Եթե մենք վերացարկվում ենք այս քաղաքական խոսակցություններից գնալով ընդհանուր ժողովրդի շերտեր, իսկ ես ինքս կարող եմ գնալ, որովհետև ես տարեկան 2000-ից ավել մարդու տետատետ երեսով տեսնում եմ ու խոսում եմ, հետևաբար ես կարող եմ այդ դրա մասին կարծիք հայտնել, հանդիսանալով այս մեր կազմակերպության գործունեությունից ելնելով իրականում, ես նաև տեսնում եմ, որ հասարակության շրջանում արկա խոսակցություններն էլ հիմնականում այս կամ այն կերպ վերաբերում էին այն խոսակցություններին, որը որ գնում էր քաղաքական դաշտում, այսինքն այնպես չի, որ քաղաքական դաշտում այն քննարկումները, խոսույթները, նարատիվները, թեզերը, որոնք որ եղել են, դա ամբողջովին կտրված է եղել հասարակությունից։ Դա այդպես չի, դա այդպես չի, չէ, դա այդպես չի։ Ամբողջ մեդիայով է դա տարածվում։ Մարդկանց վախերն է սնուցում, մարդիկ դրանից են խոսում։ Դե հիմա մենք պահանջարկի, առաջարկի տեսության հետ կապված, այսինքն ձեր ասածը նա է, եթե կա առաջարկ, ուրեմն պահանջարկը պարտադիր է։ Իմ ասածը նա է, որ ես դրան համաձայն չեմ։ Պնդում եք անում, որ ասում եք ամբողջ աշխարհում տարածված է, սկանդինավյան պետություններում վախի ու Սկանդինավյան պետությունները աշխարհի 8 միլիարդ երկրների մեջ շատ եզակի դեպք է, այսինքն 8 միլիարդից կեսը Չինաստանն ու Հնդկաստանն են։ Հիմա Չինաստանում մյուս կեսն է հավաքական արևմուտքն է, որտեղ էլ նույն իրավիճակը նա տիրում, երբ որ Իտալիայում կա։ Մենք վատով, այլ հասկանանք այն։ Բայց ես ձեզ բան եմ ասում, դուք ուղղակի միջամտում եք ինչ-որ բան եք ասում։ Արմիս կարան թույլ տանք ավարտի, ուղղակի ինչ-որ բան եք ասում, որ իմ ասած է կապ չունի։ Ես ասում եմ, որ այդ Չէ, ես էլ հստակ ասում եմ, որ հա, ես էլ հստակ ասում եմ, որ նույն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր բնակչության շրջանում կոնկրետ այդ նարատիվները, որը որ ուժեղ Հայաստանի, Քոչարյանի ուժի կողմից տարվել են, դրանք բացի այդ քարոզչությունից ես որ ռելևանտ հարցեր են։ Հիմա 40000-ից ավել մարդ անձնագիր է վերցնել, ու ինքը կարա ընտրի, եւ այդ մարդկանց շրջանում, երբ որ մենք աշխատում ենք, հստակ հասկանում ենք, որ դա խնդրեմ է։ Հստակն է, մենք ուզենք թե չուզենք, Հայաստանում կա շատ մեծ մի հատ ստվար ընտրազանգված, ովքեր որ Ռուսաստանի հետ ապագային հավատում են։ Հիմա ես այս նույն բանը նաև
ասում եմ հենց Սերժ Սարգսյանի հատվածին, որ ծաղրում էին Քոչարյանին, ինքը դեռ պետքա շեմը անցնի եւ այլն, բայց 10%-ը որտեղից եղավ։ Այս ենթադրյալ ձայնագրությունների դեպքերը, որ կան ընտրակաշառքի մասով, սրանք մեծ մասամբ 99.9%-ը վերաբերում են ուժեղ Հայաստանին, ովքեր երկիմաստ հայտարարություններ մեծամասամբ արել արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապված։ Գնայք ըստ հակակոռուպցիոն կոմիտե 67%-ն է քրեական գործի առնչվում այդ կուսակցությանը։ Շնորհակալ եմ պարոն Ալավերդյան, ամեն դեպքում անպայման կվերադառնանք ընտրությունների լեգիտիմության հարցը, ինչպես պարզել, որովհետև իշխանությունը տոնում է իր հաղթանակը, նշում է, որ այո, մենք համադրական մեծամասնություն չենք կազմել, բայց ժողովրդի կամքը ամրագրված է, կաշառք չենք բաժանել, վարչական ռեսուրսի դեպքերը կքննվեն եւ այլն։ Ընդդիմությունը ասում է ուժեղ Հայաստանը 100,000 ձայն կասկածելի է, զինվորականներ են բերվել, այսպես ուղղորդվել են եւ այլ մեդիա հոսքերում կան երկու այսպես տեսակետներ եւ բոլորս գիտենք նման դեպքերում հաճախ փաստերին չեն էլ հասնում դիտարկումներ անելիս, այլ ում հավատում են նրա ասածն էլ այսպես անցնում է, հա, ինչպես հասկանալ այս հարցի պատասխանը լեգիտիմության։ Ինձ համար սովորական ընտրություններ էին 12 ընտրություններ եմ լուսաբանել պետականներ, պետական ընտրություններ իմ ժուրնալիստական կարիերայի ընթացքում առանձնապես ոչինչ չի փոխվել, նույն մեթոդները քվեարկության, նույն թաղային հեղինակություններին ներգրավելը, նույնիսկ ատելության խոսքը ավելի է ավելացել, նույն բաները, որ տարածվում են հասարակության մեջ, թեզերը եւ որևէ առանձնահատուկ բան չկա, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում իշխանությունը չի փոխվում ընտրությունների միջոցով։ Այդ առումով Հայաստանը ճիշտն ասած տենց առանձնապես պետական եվրոպական պետություն չի, շարունակում է ավելի շատ ասիական մի շարք պետությունների ավանդույթները։ Այո, համաձայն եմ։ Եթե Ճապոնիայից կամ ցավալի է, որ տեսնում ենք ադմինիստրատիվ ռեսուրսի շարունակական օգտագործումը, տեսնում ենք տարբեր հանրային մեդիաների վերածումը պետական քարոզչական ապարատի, այսինքն այդ առումով որևէ բան չի փոխվել այն բոլոր ընտրությունների համեմատ, որ ես լուսաբանել եմ եւ որոնց մասնակցել եմ։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ապա ես չեմ տեսնում փողոցում մարդկանց ստվար զանգվածներ, որ դուրս գան եւ բողոքեն այս ընտրությունների արդյունքների դեմ, ցավոք սրտի դրանք կանխատեսելի էին, նույնիսկ ինչ որտեղ միջև 10-րդական տոկոսների առումով այն կանխատեսելի, գուցե արդյունքները նկատի ունեն։ Այո, արդյունքներն է եւ քվեարկությունն է, որ ավելի ակտիվ է լինելու, քան նախորդ անգամ։ Ամեն ինչ կանխատեսելի էր, նույնիսկ սոցիոլոգիական հարցումներն էին ցույց տալիս, որ իհարկե հաշվի առնելով չքվեարկողների ձայները էլի մոտավորապես այս արդյունքներն է լինելու։ Ես կարծում եմ այսօր ավելի շատ տակտիկական խաղ է գնում ընդդիմության եւ իշխանությունների միջև, իրար մեսիջներ են ուղարկում ապագա ֆորմատի վերաբերյալ, բայց ի վերջո ակնկալում եմ, որ սեպտեմբերին բոլորը կընդունեն հրավերը, այսպես ասած, եւ կհավաքվեն ազգային ժողովում եւ կզբաղվեն նրանով, ինչով որ զբաղվում էին կամ չէին զբաղվում նախորդ 5 տարիներին, այդ առումով բան չի փոխվել ինձ համար։ Ես կարծում եմ, որ լինելու են այն ամենը, ինչ որ մենք ականատես ենք եղել վերջին 7 տարիներին, շարունակվելու է դա, գումարած իհարկե գեոպոլիտիկ խնդիրները, որ ավելանալու են։ Եվ կներեք Ռուսաստանի հետ հարաբերությունները սրված իրադրության մեջ է Պուտինը այս բանը ինչև չի մեսիջներ է ուղարկում մի քանի օր արդեն դա ինչ է դա ասում է ինձ ընդունի սպասում եմ այսօր շնորհավոր անգա ուղարկե սրտաճմլիկ եւ այլն էլի ասում է ուզում եմ գամ Պուտինին թռնեմ գիրկդ որ ասեմ որ քեզ որքան շատ եմ սիրում հարգում եւ ամեն ինչ նույնն է մեր միջև, հələ որ պատասխան չկա, նաև շնորհավորանքներ չկան, տեսնենք վերջի ինչ կլինի, կարծում եմ ռուսներն շատ տենց խուսանավելու տեղեր չունեն
Իրանք էլ երևի չեն ուզենա միանգամից տենց առանց կռիվ տալու կորցնեն իրենց նախկին դաշնակիցներից մեկին, այնպես որ հետաքրքիր կյանք է, հետաքրքիր զարգացումներ են լինելու համ մեր, այսինքն իմ ու քո որպես մեդիա եւ իմ գործընկերների որպես քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ։ Իսկ ԲՀԿ-ի շուրջ իրավիճակի մասին ինչ կասեք։ Գիտես ինչ, այդտեղ մի հատ խնդիր կա, որ այսօր ԿՊ-ին իսկապես 65 ձայն է անհրաժեշտ որոշակի նշանակումներ կատարելու համար, կարծում եմ պայքարը դրա շուրջ է, եթե բայց իրենց 65-ի հարցը այլ կերպ լուծեն, հանգիստ կարող են թույլ տան ԲՀԿ-ին գալ պարլամենտ, որ հետո մյուսներին է ասեն, տեսեք, մենակ մենք չենք։ Ասում ստոյկա կտա։ Կարող էր, չէ՞ գնալ, չասել ստոյկա։ Եկեք բառապաշարը չօգտագործենք, որտեղ այդ բառապաշարը հա կարող է միջայլոց փոխվել, հա հերթական անգամ հաղթելուց հետո, բայց ավելի է ռադիկալացել, դա էլ դուրս չի գալիս, բայց դե ինչ արած հիմա։ Սովորաբար այդպես չի եղել, էլի։ Շատ լավ։ Ցույցներից հետո փորձում էին Սովորաբար չի եղել, որ 0.004%-ով պակասի ինչ-որ մի կուսակցության տոկոս։ Եվ դա արժանա ստոյկա տալ։ այո, եւ չոք։ Պարոն Ղևոնդյան, ամեն դեպքում պարոն Ալավերդյանը ակնկալում էր, որ սեպտեմբերին ազգային ժողովի նիստ կլինի, այսինքն քաղաքական ուժերը կհաշտվեն ի վերջո ընտրությունների արդյունքների հետ։ Դուք այլ սցենար դիտարկում եք փողոցային պայքար, չգիտեմ, բողոքարկում, ՍԴՆ չեղարկի ընտրությունների արդյունքները, այսպես աշխարհացունց իրադարձություններ կլինեն։ Գիտեք, Հայաստանի մասշտաբով վստահաբար այո։ Պարոն Ալավերդյանի հանրագումարի հետ համաձայն եմ, բայց բաղադրության հետ համաձայն չեմ։ Նշեմ, որ նախ Ռուսաստանը չի փորձում չկորցնել իր նախկին դաշնակցին, Ռուսաստանը փորձում է հնարավորինս ավելի քիչ ազատ թողնել իր նախկին գաղութին։ Ինչքան է ստացվում, դա արդեն այլ հարց է։ Երկրորդ, պարոն Ալավերդյանի երկու մտքերը Եթե միրգը արգելելով մեկը հնարավոր է մոտեցնել ինչ-որ մի երկրի, ապա հակասում էին, պարոն Ալավերդյանը նշում է, թե ոչինչ չի փոխվել թաղային հեղինակությունից եւ այլն, եւ մյուս կողմից նշում է, որ լեգիտիմ են ընտրությունները, փողոցում մարդիկ չկան։ Մենք կարող ենք հիշել, որ մինչեւ 2018 թվականը եղել են դեպքեր, երբ փողոցում մարդիկ գնդակահարվել են։ Այսինքն ինչ է նշանակում ոչինչ չի փոխվել, եթե հիմա փողոցում ոչ միայն չեն գնդակահարվել, մարդիկ չկան։ Ու դրա հետ միասին նաև լեգիտիմ են, չի կարող։ Դեռ կարող է գնդակահարվել, պարոն Ղևոնդյան, եթե համարձակային ուզգան փողոց։ Չի կարող այդպես լինել։ Եկեք լսենք ինչ է ասում, բոլորը կարձագանք են։ Փոխվի եւ լինի լեգիտիմ, այդպես չի լինում։ Լսենք պարոն Ղևոնդյանը։ Նախկինում լեգիտիմ չի եղել։ Ինչ վերաբերում է նրան, թե դա ով է ասում, դուք եք ասում։ Դա ասում են բոլոր այդ Բոլորը են անուններով ասեք, խնդրում եմ։ Իհարկե մի օրինակ բազմաթիվ դեպքերում 2000-ի հետ են շփվում։ Տիկին Դիլբարյան, լսենք ինչ է ասում։ Ներկա կառավարությունը իր խոսքի տերը կլինի, հանձնաժողով կկազմվի եւ այդ հանձնաժողովը կաշխատի եւ մենք ի վերջո հաստատավորված կունենանք այն ամեն ինչ ես ասում եմ, բայց այն ինչ ես ասում եմ հաստատվելու երկրին անգամ հաստատվելու կարիք ուղղակի չունի։ Ինչ վերաբերում է նրան, թե սեպտեմբերին ինչ կլինի, այո, համաձայն է պարոն Ալավերդյանի հետ, սեպտեմբերին խելոք կգնան կվերցնեն իրենց մանդատները եւ կաշխատեն։ Չգիտեմ, ինչ վիճակում Տիկին Դիլբարյան, Ստոյկա ված չէ։ Եթե ձեզ համար խելոք նշանակում ստոյկական, ինձ համար դրանք տարբեր հասկացություններ են։ Լավ, լսենք ինչ է ասում։ Ինձ համար դրանք նույնական չեն ստոյկատալը եւ խելոքը։ Խելոք կգնան նշանակում է, որ կընդունեն այն իրավիճակը, որը գոյություն ունի, դա վերաբերում է թե ուժեղ Հայաստանին, թե Հայաստան դաշինքին, թե Բարգավաճ Հայաստանին, որը կարծում եմ ամեն դեպքում կհաղթահարի 4%-ը եւ ոչ թե 65, այլ 63 պարոն Ալավերդյան 63 ձայն քաղաքացիական պայմանագիր չի ունենա եւ որակյալ մեծամասնություն չի ունենա, ինչը չի նշանակում, որ քաղաքացիական պայմանագիրը խնդիրներ է ունենալու օրինակ այն հարցերում, որտեղ որակյալ մեծամասնություն է պետք, որովհետեւ ի վերջո Բարգավաճ Հայաստանը թեև ռուսական ազդեցության կուսակցություն է Հայաստանում միանշանակ, բայց այն ռուսական ազդեցությունն է, որովհետև բիզնես որոշակի շրջանակների ներկայացուցիչ է, իսկ այդ բիզնես հարաբերությունները Ռուսաստանի հետ են, ի տարբերություն ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքների, որոնք ուղիղ ռուսական ազդեցության ուժեր են Հայաստանում, Ռուսաստանի քաղաքականությունն են ներկայացնում, ոչ թե Հայաստանը բիզնես հարաբերությունները։ Ուժեղ Հայաստանը դրսում բազմաթիվ բիզնեսներ ունի, ավելի շատ քան ուժեղ Հայաստանը որևէ չունի, դրսում բիզնեսներ ունի Սամվել Կարապետյանը, դրանք տարբեր բաներ են, դուք անընդհատ նույնացնում եք, հասկանում եք քաղաքագիտական կրթություն չունեք, հավանաբար դա է խանգարում։
Ես էլ լեզվաբանական չունեմ, ընդունում եմ։ Եկեք լսենք պարոն Ղևոնդյան, Տիկին Դիլբարյանը, խնդրում եմ զուգահեռ մի խոսեք, դուք հիմա կարձականքեք։ Սամվել Կարապետյանի եւ Ուժեղ Հայաստանի տարբերությունը ո՞րն է։ Բանից կան, ինչքան ես գիտեմ, դուք գիրովականցի չեք։ Ես եմ ամեն դեպքում հետևեք ձեր տոնին։ Եկեք այսպես հասկանանք, էլի։ Ուժեղ Հայաստանը բաղկացած է մի շարք քաղաքական գործիչներից։ Վատը չէ, ես։ Չէ, ամեն դեպքում Լավ, եկեք լսենք, թույլ տաք խոսի, պարոն Միսկարյան։ Պարոն Ղևոնդյանը իր կարծիքը ունի, լսենք ինչ է ասում։ Գիրովականց չեք, եթե չեմ սխալվում։ Լավ, եկեք Նախ այսպես Վանաձոր։ մարզային բաժանումներ Քաղաքական չանենք։ գործիչը գիրովական էր հայտարարում։ Պարոն Ղևոնդյան, լավ, եկեք անցնենք առաջ, պարոն Ղևոնդյան։ Եկեք Թույլ տանք անցնել առաջ։ Անցնենք առաջ, բայց մտքիդ էլ է կտրվեց ներողություն։ Ես գիրովականցի չեմ, այդտեղից շարունակեք։ Դուք գիրովականց։ Դուք խոսում եք ԲՀԿ-ի բիզնես կապերի մասին եւ Սամվել Կարապետյանի Հայաստանը իրենց ներկայացնում է բազմաթիվ տարբեր քաղաքական դեմքեր ունեցող կուսակցություն։ Այն ռուսական քաղաքական ազդեցության կենտրոն է Հայաստանի Հանրապետություն, ինչպես օրինակ Հայաստան դաշինքը եւս Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Այո, Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներից կամ Ուժեղ Հայաստանի տերը, այսպես ասենք, Սամվել Կարապետյանը ունի բիզնեսներ Ռուսաստանում եւ այդպիսով որոշակի կաշկանդվածություն, բայց դա չէ խնդիրն այն է կամ առանցքը դա չէ, առանցքն այն է, որ Սամվել Կարապետյանը եւ Ուժեղ Հայաստանը Հայաստանում ներկայացնում են Ռուսաստանի շահերը, որոնք գերակա են Հայաստանի Հանրապետության շահերի նկատմամբ։ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստան դաշինքը Հայաստանում ներկայացնում են Ռուսաստանի շահերը, որոնք գերակա են Հայաստանի Հանրապետության շահերի նկատմամբ։ Բարգավաճ Հայաստանը իր բիզնես կապերի շնորհիվ Հայաստանում ներկայացնում է Ռուսաստանի շահեր, բայց եթե Հայաստանի շահերի հետ դրանք հակասության մեջ լինեն, հնարավոր է որոշ իրավիճակներում դրանք գերակա չլինեն Հայաստանի Հանրապետության շահերի նկատմամբ։ Ես ենթադրում եմ, որ այդպես կլինի, ժամանակը ցույց կտա։ Հա, ես Հասկանալի է, որ որդի կարող է գալ։ Եթե Բարգավաճ Հայաստանը ԿՊ-ի հետ մտնի համագործակցության, խնդիրը դրա մասին նշանակում է, եթե Բարգավաճ Հայաստանը ինչ-որ մի օր քաղաքացիական պայմանագիրը բերի ինչ-որ մի օրենք եւ Բարգավաճ Հայաստանը կողմ քվեարկի, ես չեմ զարմանա։ Եթե կողմ քվեարկեն Հայաստանը կամ Ուժեղ Հայաստանը կզարմանամ։ Բարգավաճ Հայաստանի առաջի համարին հատիսը նվեր տվեցին, ինչ ունեմ։ Պարոն Միսկարյանի ցավն է հատիսը։ Տիկին Դիլբարյան, դուք զուգահեռ խոսում եք, կարող եք հիմա խոսել, հետո անցնենք մեր մյուս Ճիշտ ասած հասկանում, երբ փաստարկները թույլ են, սկսում են կարճել ինչ-որ բաներից իմ այսպես շատ լուսավորյալ լեզվաբանական կրթությունից, բայց դույն լեզվաբանական կրթությունը ուղեկցվել է շատ այսպես։ Լավ, եկեք դա մի կողմ դնենք, Տիկին Դիլբարյան, անցնենք առաջ, հասկացանք։ Ինձ համար խոսույթները այստեղ հարցեր հնչում, թե փոխվել են արդյոք ընտրությունները, թե ոչ, ինձ համար ամենանողկալին խոսույթի փոփոխությունն է եւ ճիշտ ասած շատ զարմանալի է, որ բացի ենթադրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդից Նիկոլ Փաշինյանից մնացածներն էլ փորձում են բանավեճի ընթացքում կիրառել այլ տիպի բառեր։ Ես ասեմ առաջի փոփոխությունը, որ ուզում եմ անդրադառնալ, դա այդ ատելության փոխադարձել է ատելության ընտրողների տարանջատման ինձ համար բացարձակ ընդունելի եւ իրականում զարմանք հարուցող էությունն է։ Կներեք Տիկին Դիլբարյան, ես այս գործոնները կներեք լեգիտիմության վրա ազդել են, թե ոչ։ Բնականաբար խոսում եք պատումների, ասում եք նարատիվ, հայերեն պատում է, պատումների ազդեցության վրա ատելությունը, երբ սկսում է տարածվել, սկսվեց դա Արցախի բնակիչների հանդեպ, հետո ես օրինակ շատ զարմանքով լսում էի Նիկոլ Փաշինյանին երեկ, որը հայտարարեց, որ իրեն չընտրողները, ես իդեպ իմ կյանքի ընթացքում երբեք իշխանություն չեմ ընտրել, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ ընտրել այդ թվականին, ինքը ասում էր, որ այդ ընտրակաշարքով են 100% վերջում էլ ասաց, որ իրեն չընտրողները 100% ընտրակաշարքով են։ Ես էլ հիմա ընկերս գործընկերը Նավակյանը հայտարարում էր, որ իրենք շփվում են 2000, չգիտեմ 4000, չգիտեմ ցավոք սրտի մենք էլ ենք շփվում շատ մարդկանց հետ եւ այդպես տեսնում ենք, որ ընդհանրապես այդ բանը։ Դե չգիտեմ, որ մի քիչ կարող է ավել կամ պակաս լինի։ Դե աշխատանքի բերումով երբեմն իսկապես հոգնում ես, եթե անկեղծ, բայց կարող եմ հանել ցավոք սրտի հանեցի։ Տեսնում ես, որ այդ մարդիկ իրենք լցվում են նույն ատելությամբ, ինչը որ սերմանվում է։ Դրա համար իմ տեսանկյունից այս ընտրությունները աչքի ընկան, դիտորդները շատ մեղմ էին ասում դա հասկանալի է, բևեռացվածությամբ տրամադրությունների, իսկ եւ այս պարագայում նաեւ իշխանության կողմից։ Հիմա վերադառնանք այն խնդրին, ես զգում եմ, որ բոլորը, չգիտես ինչու, մեր
մեր ընտրությունները, հատկապես որոշակի ներկայացուցիչներ ուզում են անպայման կապել օտար պետությունների հետ։ Օրինակ դիցուք Ռուսաստանի։ Բացարձակ այդպես կասկածներ եւ անգամ համոզմունք ունեմ, որ Պուտինը որոշակի քայլերից հետո եւ հատկապես որ տեսնում եմ Նիկոլ Փաշինյանը շատ է ուզում հանդիպել եւ անդադ նշում է ԵԱՏՄ կարեւորությունը, կընդունի իրեն, ես դա տեսել եմ 21 թվականին, շատ եմ տեսել անկեղծ ասած։ Բայց այս բանը ճիշտ նորհավորել Դերտիկին։ Դե որովհետեւ ես ճիշտ ասած զարմացած եմ, այ Վրաստանի մասին էր խոսվում։ Ինձ համար ինքս քանի որ ծնողներս ջավախքից են, ես ապշած էի, որ Կոբախից եմ, ոչինչ չեղած, ելավ նետվեց շնորհավորելու Նիկոլ Փաշինյանին։ Չգիտեմ ինչու էր դա անում։ Ես գնահատեցի, որ Եվրամիությունը իհարկե գուցե դա էլ մի քիչ բան է, հայ ժողովրդին էր շնորհավորում, այսպես հայ հասարակությանը, նո կոչ էր անում ընդունել ընտրությունների արդյունքները, բայց համենայնդեպ այդպես շեշտակի Նիկոլ Փաշինյանի չէին արևմուտքում բարեխոս կա, որ կարող խոսեն Դե դրանով պայմանավորվում։ Դե հասկա, բայց ժողովրդին էլի ոչ թե անձին, որովհետև եկեք ընդունենք, որ դե 50%-ը չի ընտրել, 29-80 քանիսն է ընտրել, այն 49-ը կներեք, այսինքն եկեք այսպես, քանի որ հիմա այս ընտրությունները աչքի են ընկնում 0.00 քանիսի ճշգրտությամբ, դրա համար եկեք 50 չասենք, ես էլ 50 չեմ ասում, դա ցույց է տալիս, որ հասարակության անգամ այս պարագայում երբ բազմաթիվ կադրեր կային, թե զինվորականներին ինչպես են տան, դա էլ ինձ շատ վիրավորեց, ուզում ասեմ, գիտեք, ես մտածում, չէ, ոչ, դա Մեղրիում է եղել, դուք ճիշտ չեք ասում, Նուբարաշենում ընդհանրապես Նուբարաշենում զինվորականները չեն եղել այդ քանակի, զինվորականները որտեղ եղել են, ոչ, ես ձեզ ասեմ, մեր ընտրատեղամասում եւս, որը գտնվում է Ավանում, եղել են զինվորականներ, բայց փառքասու ոչ մի բան, դա գիշերը չէ, դա սովորական ժամի է, ժամը 11-ին եկել եւ դուք ճիշտ չեք։ Չէ, խնդիրը հետեւյալն է, որ ես ցույց տված վիդեոյի հիման վրա Չեխելը համարվել է, բայց դրանք այն բոլորը չեն։ Մեղրի ընտրատեղամասում չի հայտարարվել։ Սյունիքին է, որը Տիկին Դիլբարյան, ամփոփեք ձեր զինվորներին չէր կարելի այդ ձևով ստորացնել։ Ես նայում եմ, չէ՞ որ այդ զինվորը հետո կարող է չպաշտպանի։ Կադրերը կային, որ նրանց կողքին կանգնած էր այդ զինվորականը, դա նկատի ունեմ Մեղրիում, այսինքն ժամը 10:00-ից հետո, որը իդեպ զինվորականների ԳՇՊ-ն էլ ընդունեց քնի ժամն է, նրանց տարել էին։ Այստեղ ես ակնհայտ միտում եմ տեսնում, ժամը 8-ին չեն քնում, ինչ կա գիտեմ։ Չէ, ժամը 10-ին, այդ նկարների վրա ժամը տեսագրության վրա գրված է ժամը, դա եղել է 22-ն անց, որ իրենք այնտեղ գտնվել են։ Հավատացեք, որ ոչ ԳՇՊ-ը այդպիսի բան չի ասել։ Սա ասում է ինքը։ ԳՇՊ-ը ելույթ ունեցավ։ Այդ դեպքում դուք ԳՇՊ-ին ես հարցում կուղարկեմ, ուրեմն ԳՇՊ-ը հանրային հեռուստատեսությամբ։ Տիկին Դիլբարյան, ձեր խոսքը ամփոփեք, որ պարոն Իսկայանը ասեմ, որ այս ընտրությունները բոլորով լավ, ամփոփեք, որ ուզում եք ամփոփ խոսքը լսեք, բայց ես ուզում ասել, այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում են։ Ինչ վերաբերում է այդ, ես օրինակ չեմ կարծում, էլի չեմ կարող ասել, որ ԲՀԿ-ն ընդհանրենք այնքան էլ ռուսական չէր, չգիտեմ, ուժեղ Հայաստանը մաքուր ռուսական է եւ ես գտնում եմ, որ դրանք էլի պատումներ են, որոնք մեր, ինչ ասեմ, ինքնիշխանության դեմ են եւ ինձ համար, օրինակ, եւ իմ մեծ շրջապատի համար ընտրությունները եղել են միայն Հայաստանի ապագայի համար։ Դա թողնենք։ Ինչ վերաբերում է օգոստոսին կամ օգոստոսի 2-ին է, չէ՞, կարծես այս կառավարությունը կարող է վերաքվեարկություններ լինեն մի քիչ ժամանակը տեղաշարժվի, շատ հնարավոր է որ գնան, ես այդ խելոք էլի եղկելիոտ բառից կհրաժարվեի, որովհետեւ շատ տգեղ ձևակերպում է բոլորի հանդեպ։ Ես չգիտեմ էլի, հա այո, որովհետեւ այդ բառը ունի խելոք գնալը հայերեն դարձվածաբանական բառարան նշանակում է մոտավորապես այն արտահայտությունը, որը չեմ ուզում կրկնել, օգտագործում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավարի հանդեպ, որը անընդունել։ Նրանք հնարավոր է որ գնան, բայց դրանից ընտրությունների լեգիտիմությունը չի բարձրանա եւ հետո այն պնդումներն էլ ես ճիշտ ասած չի ուզենա էլի որ մենք մտնեինք ինչ որ բայց ընդդիմությունը չի ընդունի ստացվում է ընտրությունների արդյունքները չի լեգիտիմացնի այս իշխանությունը այն գնալով խորհրդան կարող են ասել մենք մեր ձայների տերն ենք գնում ենք խորհրդան ձերը կեղծված է բայց այդ դեպքում էլ կնեք խորհրդանի նախագահ է ընտրվելու որը ասել է դու խոսիր դու մի խոսիր չեն ասած որ ինքը երջանիկ կլինի որ ընդդիմությունը չլինի նույն այդ ճեպազրույցի ժամանակ կառավարությունում ես դա իր հայտարարությունն էր նաև Ռուբինյանն է այդպիսի հայտարարություն արել բայց տարբեր հաշվարկների արդյունքում դեռ մենք չենք կարող հստակ
ասել, նրանք իսկապես կարող են գնալ, բայց դա նախ ես չեմ կարող ասել, խելոք կլինի ճակերտներ։ Մի խոսքով ձեզ համար լեգիտիմությունը ցածր մակարդակի վրա է, ցածր մակարդակի վրա է, եւ նաեւ վաղաժամ է մի բան էլ ասեմ, գիտեք, իհարկե չարժե որ փողոցում մեծ բախումներ տեղի ունենան, ընդհանրապես անցանկալի սցենարներ են, բայց շատ թեական եւ զարմացած եմ, որ մտածում եք հիմա փողոցում մարդ չկա, ուրեմն ամեն ինչ լավ է։ Շնորհակալ եմ, պարոն Միսկյան, կարող եք արձագանքել այդ Իմ նախորդ գնահատականի մեջ, երբ որ ես ասում եի, որ լեգիտիմության խնդիր կա, ես նկատի ունեի, եթե լեգիտիմության հարց կա, ապա լեգիտիմություն խնդիր կարող է լինել միայն նրա բերումով, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդդիմադիր մասը հակապետական եւ ռուսական ազդեցության գործակալների որջը։ Իսկ կներեք, չվիրավորենք էլի, պարոն Միսկյան, Պարոն Միսկյանն էլ լսենք էլի ճիշտ է։ Հա, չէ, երկար ժամանակ։ Տիկին Դիլբարան, իսկապես դուք բոլորի հետ զուգահեռ խոսում եք, ստացվել է մի ժամ դուք խոսեք։ Բայց դա փաստ է։ Այն բոլոր մարդը իմ համար անձնական ճշնամանք է, այն մարդը, ով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ է, իսկ այսօր Հայաստանի Հանրապետության այսօր էլ 30 տարի էլ 200 տարի էլ դրա միակ նկրտում է այս պահին ամենամեծ թշնամին Կրեմլն է, չեմ ասում Ռուսաստանի Դաշնությունը, եւ այստեղ պետք է ասեմ, որ ես դժգոհ եմ այս ընտրություններից, ես դժգոհ եմ այն քաղաքական կառուցվածքից, որ մենք ունենք, որ մեր պարլամենտում պետական մտածողության, պետական ազգային շահ հետապնդող ուժեր չկան, գրեթե չկան, եւ բայց մեծ հաշվով այս ընտրությունների արդյունքները փաստում են հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը ընտրություններից մի որոշ ժամանակ առաջ հանրայնորեն ապտակեց Վլադիմիր Պուտինին, երբ որ ասեց, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, մեր մոտ ինտերնետը անջատած չի եւ այլն, այսինքն կարելի ասել թքեց երեսին, կներեք, եթե շատ կոպիտ է հնչում։ Հա, իրոք, եկեք շատ կոպիտ այդպես։ Չէ, բայց դա այդպես է։ Բառապաշար չօգտագործեք։ Բայց դա ինչի էր այդպես, որովհետեւ Կրեմլը չի կարողանում կուլ տալ Նիկոլ Փաշինյանին, որպես հայ ժողովրդի կողմից։ Չարժի կուլ տալ որևէ մեկին։ Չէ, ուզում է, այսինքն չի կարողանում մարսել, որովհետեւ հայ ժողովուրդը 18 թվականին ընտրել է իր կամքով լեգիտիմ իշխանություն, իսկ դա Կրեմլի համար անընդունելի է, Կրեմլի համար լեգիտիմության միակ աղբյուրը Կրեմլն է եւ ցանկացած իր գաղութից որն էլ ուզում է լինի, եթե ժողովուրդը կամք է դրսևորում եւ իշխանությունը ձևավորում, Կրեմլը դա չի կարող թույլ տալ, որովհետեւ դա հակասում է կայսրական շահին։ Եթե վաղը մյուս օրը Հայաստանը գնա Եվրոպա կամ ազատ միջավայր ստեղծի, կամ պարտադիր չի Եվրոպա գնա, թեկուզ Շվեյցարիայի նման պայմանական ստեղծի մի միջավայր, որտեղ կյանքի որակը տարբերվում է Ռուսաստանում ապրող մարդկանց կյանքի որակից, դա շատ վատ ցուցիչ է լինելու Ռուսաստանի մյուս սուբյեկտների համար եւ այնտեղ շատ մեծ բողոքի այո, դրա համար Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ապա լեգիտիմացնի այս ընտրությունները, բոլոր նրանք, ովքեր այդ թեզը պաշտպանում են եւ թելում են այդ թելը, գիտակցաբար թե ոչ ազդեցության կամ ուղիղ գործակալներ են։ Ես շատ դժգոհ եմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, իշխանությունից, ես հույս ունեմ, որ գոնե 31-ին մենք որպես ժողովուրդ կկարողանանք ձևակերպել, ձևավորել այլընտրանք եւ վերջապես ունենալ պետական լուրջ մտածողություն ունեցող քաղաքական միավոր, ոչ թե զուտ իշխանությունը պահելու համար Կրեմլի հետ հակասության մեջ մտած եւ Եվրոպայի հետ հարաբերվող ղեկավար։ Այս է իմ գնահատականը այս ընտրություններին։ Եթե կարեմ փոքր ռեպլիկ։ Կարճ որ Ես Վանաձորից շատ կարճ, չէ, եկեք Վանաձորցիներին հանգիստ թողնենք։ Խնդիրն այն է, որ մի փոքր թերահավատ եմ 31 թվականի համար, ինչու, որովհետեւ դա ձեր իրավունքն է, որովհետեւ բայց շատ կարճ ռեսուրսների անբավարարություն ունենք։ Ես ձևը գիտեմ ինչպես է դրան հնարավոր հասնել։ Դա ուրիշ թեմա է, կներեք Մանուկ Ավագյան ուզում է արձագանքել։ Ուզում եմ սկսել նրանից, որ միակ երկիրը, որ հարցականի տակ է դնում Հայաստանում ընտրությունների լեգիտիմությունը, դա Ռուսաստանն է, միակ։ Միակ քաղաքական ուժերը, ովքեր որ մինչև ընտրություններն էլ Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների ընտրական ինստիտուտը առասարակ հարցականի տակ էին դնում, դա ռուսամետ քաղաքական ուժերն էին, ովքեր որ ջատագովում էին նոյեմբերի 9-ի հայտարարություն
եւ վարկաբեկում էին Վաշինգտոն հռչակագիրը, տարածելով կեղծ եւ մանիպուլատիվ ինֆորմացիա կապված դրա պրոֆիլի հետ։ Դրան զուգահեռ, երբ որ մենք խոսում ենք միջամտություններից, հարցը առաջանում, այդ ինչպես է ստացվում, որ բոլոր այն երկրներում, ովքեր որ եղել են Ռուսաստանի ազդեցության գոտի, այդպեսին չեն, այդ բոլոր երկրների իշխանությունները, խաղաղասարությունը կապ չունի։ Մատնանշում են դրա մասին, որ եղել է ռուսական ազդեցություն, եղել է օրինակ մարդկանց կաշառելու դեպք բոլոր երկրներում, բայց Հայաստանում դա չի եղել։ Այսինքն, երբ որ դու նայում ես ընդհանուր առմամբ այդ բոլոր երկրներում եղել է, դա նշանակում է, որ կոնկրետ ձեռագիր է ու շատ քիչ է հավանական, որ Հայաստանում չլինի։ Այստեղ մենք խոսում ենք թաղային հեղինակությունների մասին։ Գիտեք, ես երիտասարդ եմ, բանակում էլ ծառայել եմ վերջերս 13-ից 15 թվականներից, ով ես շատ լավ եմ հիշում թաղային հեղինակությունների կոնֆիգուրացիան Հայաստանում, մասնավորապես Երևանում, ես երևանցի եմ, Աչափնյակ թաղամասում եմ մեծացել, ու առհասարակ դա այդ կոնֆիգուրացիան համարել ներկայիս է, դա իրականությանը հակոտնյա, որովհետեւ դրսևորում է։ Մեկը Երևանի պետական համալսարանում կար հստակ ախալքալակցի զորք հասկացողություն, որը որ ցանկացած, հետո կճշտեք Google-ով, ցանկացած բանի պարագայում, քաղաքացիական ակտիվության պարագայում այդ մարդիկ գնում են հաշվի արդարի off the record, առանց կամերաների։ Դա մեկ այլ պատճառն էր, որ մեր խումբը բաղկացած էր հիմնականում տենց երևանցի շատ տղաների համախմբությունից ու հնարավոր չէր այդ խմբին կրիմինալ մեթոդներով Կրիմինալ, չէ, դա Երևանում դժվար բանաձևի կարող լինի, հա։ Բայց առաջարկում եմ ցիերից անցնենք։ Չէ, անցնենք, հա, չէ, ամեն դեպքում իսկ այդ թաղային հեղինակությունները հիմա ինչ են եղել, բոլորը սենց թրաշվել են, սիրուն ակուրատնի պրիջասկեկով ման են գալիս, իսկ Բաքում, հա։ Շատ լավ։ Ինչով են զբաղված, պարոն Ալավերդյանը հարց է տալիս։ Ինչ եղան դրանք։ Հա, դրանք հիմա մասնատվեցին, այսինքն չունեն ընդհանուր առմամբ կառուցվածքային բնույթ եւ ամեն մեկ իր գործունեությունը շարունակում է։ Այո, ես գիտեմ մարդկանց, ովքեր ունեն բանդա, ովքեր մեքենաների ֆարեր են գողանում, այդ խմբերը կան, բայց իրենք ընդհանուր մի հատ համակարգ չեն։ Հիմա դա է փոխվել, այսինքն այդ մարդկանց խմբերը կան, կրակոցներ կան, Գրիգոր Հասրացյան փողոցում ես այդ խանութից դուրս գալիս եմ եղել, որ մարդ են սպանել, առասարակ ամենաշատը Լենինգրադյան, Գրիգոր Հասրացյան շինարարներ այդ հատվածում կրակոցները որպես վկա գնալու ես դու։ Չկա։ Բայց եկեք ընտրությունից շատ չհեռանանք, պարոն Մարդիկ մեզ դիտողները մի քիչ պատկերացնեն էլի, այդ գոնե ով որ առերես այդ քրեական ենթամշակույթը կարող մարդու հետ խոսելա, թող ինքը խոսի։ Ամեն դեպքում պարոն Ալավերդյան, որ ասում եք, գիտեմ մարդկանց, որ ֆարեր են գողանում, ճշտեք, անձամբ չեք։ Չէ, դրա օրենքի բացկա չեն կան, որտեղ նվազագույն շեմ կա, բանի օրենքի Պարոն Ալավերդյան, բայց այստեղ նաև այդ թաղային հեղինակությունների հարցը լեգիտիմության տրամաբանության մեջ էր դրվում, որ օգտագործում են նման ոչ օրինական տարրեր։ Տեսեք, օգտագործում են, բայց այդ թաղային հեղինակությունների համախմբումը հիմա շատ մասնատված է։ Ադմինիստրատիվ ռեսուրսն էլ չի օգտագործվում։ Այո, չէ, օգտագործվում է, ադմինիստրատիվ ռեսուրսը համաձայնվեցիք։ Չէ, գոնե չէ, դե տեսնում ենք, որ ադմինիստրատիվ ծավալների էական տարբերություն։ հանրահավաքների օրը Շապելեք ծավալները։ Ասեմ ավելին 23 թվականի Երևանի ընտրություններին ավելի շատ մարզերից մարդ են եղել, քան երևանցիներ եւ Ավինյանի Չէ, Ավինյանի ընտրությունների ցույցերի ժամանակ ավելի շատ մենք գիտենք, որ մարզպետանից մարդիկ բերվել են եւ այլն, այսինքն այդ բացական երևույթները կան, բայց ինչ վերաբերում է միջազգային դիտորդների գնահատականը, եկենք հիշենք, որ միջազգային դիտորդները չեն հիմնվել հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդակցությունների վրա, որովհետև իրենց երկրներում մինչև դատարանի որոշում չկա որևիցե խնդիր, բայց մեր երկրում կա իշխանության կողմից տապալված դատական համակարգի ռեֆորմ, հետևաբար շատ բարդ է, որ այդ խոսակցությունները մենք լսում ենք, մենք այս հասարակությունից ենք, չէ՞, ես որ լսում եմ, ես հասկանում եմ դե ինչա կա, բայց բնականաբար դրա վրա ես չեմ կարող։ Տեսեք, օրինակ ուժեղ Հայաստանին այսօր ասում են, գիտես ինչ, 67% ըստ հակակոռուպցիոն կոմիտեի տվյալների այդ քրեական գործեր, գաղտնալսումներ, ընտրակաշառքներ, ենթադրյալ գործեր քեզ են առնչվում, այսինքն դու ամենաշատ մեղադրվող ուժն ես իրավապահների կողմից, բայց դու ես ասում, որ 100,000 ձայն կասկածելի է ՔՊ-ի, այսինքն ընտրությունների արդյունքները կասկածի տակ ես դնում, նրանք էլ ասում են կներեք, բայց դատարանի որոշում չկա, ճիշտ չեն ասում։ Չէ, օրենքի տեսանկյունից իհարկե ճիշտ են ասում, եւ սա մենք վերադառնում ենք այն կետին, որ հնարավոր չի եղել Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տեղի ունենա արդարադատություն, իսկ դրա մեղավորները միանշանակ հենց քաղաքացիական պայմանագիրն են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց հիմա ասել ենթադրենք դատարանով որոշ, այսինքն մենք միշտ մեր կյանքում նենց ենք ապրել, որ դատարանի որոշում չկա, ասենք այդ մեղավորություն չկա, նախորդի որ ընտրությունները կեղծվել են,
այդ որ դատարանի որոշում չի եղել։ Բա ինչա տոտալ ընկալում եղել, որ Պարոն Ալավերդյանը չի համաձայնում։ միշտ չի որ չի։ Պարոն Ալավերդյանը չի Հիմա կխոսի պարոն Ալավերդյանը, թույլ տանք ավարտի Այսինքն- պարոն Ավագյանը։ Այսինքն միշտ չի որ չի եղել, ես մնացածի հետ կապված այդ միջամտությունների բա Ռուսաստանի իհարկե համաձայն եմ հստակ ձեռագիր կա այդտեղ, որտեղ որ Հայաստանը իրականացնում է այնպիսի որոշումներ, որ նվազեցնում են Ռուսաստանի ազդեցությունը հարավային Կովկասում, այդտեղ լինում են հիբրիդային հարձակումներ, հստակ ձևաչափով, հստակ մանիպուլատիվ կեղծ ինֆորմացիայի վրա մարդկանց մոլորեցնելու եւ այլն, այսինքն խոսել դրա մասին, որ չկա, ես կարծում եմ դա հակոտնյա է իրականությանը, որ մենք ապրում ենք։ Շնորհակալ եմ, պարոն Ալավերդյան, ձեր տեսակետները որոշակի հակադարձումներ եղան, խնդրեմ կարող եք արձագանքել։ Նախ ուզում եմ ճշտեմ լսարանում քանի հոգի կա հիբրիդային պատերազմների մասնակետ, ով է այդ թեման։ Ես մասնագետ Ես չեմ, բայց կասեի մասնակից եմ։ հարցակումներ, ոչ թե Ուժող եմ։ Ես գիտական Ես կասեի Ես տեխնացուական թեզ եմ գրել Ես գիտական թեմայով, ամբողջ այնպես որ ձեզ կարող եմ Որտեղ եք ասել, գրել որ թեզը։ Երևանի պետական Հա, համալսարանը դե պարզ է։ Որտեղ դե պարզ է, էլի որտեղ պիտի գրեինք։ Երևանի պետական համալսարան պարզը պիտի արդարացնեք։ նոր մտանայցի Ես ոչ մեկին չեմ ախալքալացնի արդարացնում։ բանդա չկա։ Լսեք ինչ եմ ասում, այդ հիբրիդային Մի րոպե, պարոն հիբրիդային Պարոն պատերազմների Ալավերդյան, մասին բանը որ Սիրելի ընկերներ, բոլորդ խոսել եք պարոն Ալավերդյանի Ալավերդյանի հետ։ ռուսական կողմից։ Լսեք, ուրեմն ռուսները այս ընտրությունների ժամանակ գրեթե ոչ մի բան չեն արել։ Գրեթե։ Եթե արել են, դա արել են շատ ցածր մակարդակով։ Հետազոտել Մի եմ րոպե, պարոն Ալավերդյանը կխոսի կարձագանքեք, Հետազոտել եմ չխանգարեք 2008-ին ռուս-վրացական պատերազմը եւ ուսումնասիրել եմ հետագայում նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում օգտագործվող ռազմական եւ տեղեկատվական գրողները, որոնք իրար ուղեկցում էին եւ այդպես շարունակով մինչեւ այսօր, մինչեւ օրս էլ ուսումնասիրում եմ, կարող եմ հստակ ասել, որ Հայաստանում այդ այսպես ասած տեղեկատվական սպառազինության նույնիսկ 10%-ը չկիրառվե, ել չասած նրա մասին, որ այդ տեղեկատվական գրողների բացարձակ մեծամասնությունը գալիս էր ոչ թե Ռուսաստանից, այլ մեր հարևան երկրներից, հատկապես Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանը շատ ավելի մեծ մասնակից էր վերջին ընտրություններին, քան Ռուսաստանը։ Նույնիսկ այն բանը, որ իբր ռուսները 100,000 մարդ են ուղարկելու Հայաստան, որ գան քվեարկեն եւ այլն, ինչպես տեսակ, հենց Ֆակտոր M-ի հրապարակումը դրա մասին Ֆակտոր M-ի հրապարակումն է դա վկայեց, որ 15,000, 13,000 ավելի քիչ մարդ է եկել այս տարի նախորդ տարվա համեմատ Ռուսաստանից։ Այսինքն այդ բաները իհարկե դրանք կային, չէին կարող չլինեին, որտեղ սա առնչվում է ակտիվորեն Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, բայց այդ չափազանցացնելը, դա ներկայացնելը որպես CS-ի ինչ գործառույթ, եկեք բան չանենք։ Երկրորդ բանը, որ կուզենայի ասեի, ինձ համար համ նրանք, ովքեր քվեարկել են իշխանություններին, համ նրանք, ովքեր քվեարկել են դիմությանը, համ նրանք, ովքեր քվեարկել են մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մտնել այս անգամ խորհրդարան, բայց համոզված եմ հաջորդ անգամ կմտնեն, իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ես չեմ մեղադրում, ես իմ մասնակցության բերումով շատ մարդկանց հետ եմ շփվում, ինքս էլ գյուղական բնակավայրում եմ ապրում, շփվում եմ մարդկանց հետ, գիտեմ իրենք ինչ իղձեր ունեն, ինչ երազանքներ, չեմ մեղադրում։ Իրենց քաղաքական տեսակետները տարբեր բաների ազդեցության տակ է ձևավորվում, բայց պետք է ասել, որ ցանկացած իշխանություն միայն իրան ընտրողների իշխանություն չի, մնացած բոլորի իշխանությունն է, այդ թվում նաև նրանց, ովքեր այդ օրը ինչ-ինչ պատճառներով ընտրատեղամաս չեն եկել։ Եվ ես ուզում եմ ասել, որ այո, ես չեմ վիճարկում լեգիտիմությունը, ով քանի տոկոս կարողացել է, այդքան տարել է, տարբեր ճանապարհներով իհարկե, մի մասը ատելության քարոզով, մի մասը սպառնալով, մյուս մասը վախեցնելով, հա, Եթե անկեղծ լինենք, բոլորը այդ գործիքակազմերը օգտագործել են տարբեր չափերով։ Սովորում են իրարից, բայց չսովորեն, տեսնում են աշխատում, օգտագործում են։ Եվ դիմադիր ուժերը, եւ իշխանական տարբեր մեխանիզմներ, եթե անկեղծ լինենք։ Այդ տապորվայնը են ասում, հա, այսինքն պատերազմի կացինը
թաքցնեին եւ իսկապես Մեկը Ռուսաստանի տնտեսական պատերազմ, մեկը Ադրբեջանի, 300,000 ադրբեջանցի հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Իրար նկատմամբ մի փոքր ներողամիտ լինեին, կուզենայի, որպեսզի մի քիչ տեսնեն երկրում ինչպիսի վատ վիճակ է, նաեւ եղբայրը, եղբորն է ատում, բարեկամները իրար տուն չեն գնում, քաղաքական ինչ-ինչ։ Հիմա կնվազի գոնե այդ լարվածությունը, ինչ է կարծում։ Շատ բան կախված է խոսույթից, նաեւ իշխանությունների։ Ես չեմ տեսնում, որ իրանք ընտրություններից հետո ներողամիտ են։ Այսօր լսել եմ, որ էլի ինչ-որ մարդկանց են ձերբակալում, շարունակում են բանաներ, քաղբանտարկյալներ ունեցանք Հայաստանում։ Չեմ տեսնում։ Ռուսաստանի Դաշնությունը Հետո պարոն Ղևոնդյանը ակնհայտ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի բերանով հայտարարեց Նիկոլ Փաշինյանին, որ ինքը պետքա թողնի գնա եւ իր ասած մարդը կա։ Ուղիղ չի ասել, բայց իր ասածը դա էր։ Եթե վերափոխենք քաղաքական լեզվի։ Ընտրություններից մի քանի օր կամ մի շաբաթ առաջվանից սկսեցին սանկցիաներ, սպառնալիքներ, որ գազը թանկացնելու ենք, որ ճանապարհները փակելու ենք, որ հայերին ստեղից արտաքսելու ենք, որ Հայաստանում պետքա ուժային միջոցներ ուժ կիրառել եւ իշխանափոխություն անել, որ 102-րդ ռազմաբազան հենց այնց չի, այստեղ պետքա օգտագործել Հայաստանում իշխանափոխության համար։ Որ այո, դուք ինչ էր ասել պրոպագանդիստա, որ 102-րդ ռազմաբազան Այդ ինադոն ասել, որ օգնեն։ Որ օգնեն Նիկոլին։ Այո, հա։ Դրանից հետո մեդիա դաշտում թուրքական ընկերություն են ստեղծել, որը հակերային, որը Հայաստանում էր կայքեր ջարդում թուրքականի անվան տակ, եւ հայկական ընկերություն են ստեղծել ռուսները նույն կենտրոնում հակերային, որը Թուրքիայում ջարդում էր թուրքական կայքերը հայկական ընկերության անվան տակ։ Դրանից հետո բեռնափոխադրումների խնդիրը առաջացել Ռուսաստանից Հայաստան եւ Հայաստանից Ռուսաստան, այսինքն Լարսը փակել, կանգնացնել, դատարկել ապրանքները, նորից ստուգել, հավելյալ գումար վերցնել այդ մեքենաները դատարկելու, ստուգելու համար, այդ արել են դա ինչ ազդեցություն ունեցավ, բոլորը բոլորը գնացին ազդեցություն ունեցավ։ Այն որ 46% ռուսական ուժերը տարել են, դրա 40 հետո էլ թվարկում է հողեկանի մեդիա դաշտում ֆեյքերի բանակ աշխատել ռուսական օգնությամբ։ Ռուսաստանից գործուղվել է մարդ, որը 4 միլիարդ 100 միլիոն գումար ունի, կարա Ռուսաստանում իր համար հանգիստ ապրի, բայց թողել է եկել այստեղ քաղբանտարկյալ է դարել, ուզում է Հայաստանում իշխանության գա, սահմանադրությունը փոխի, որ ոնց ուզեն, ով ուզի ընտրվի, ես ինչ անի։ Այսինքն սրանից են կողմ Ռուսաստանը էլ ինչ պետք է անի, որ մենք ասենք, որ չէ, դե Ռուսաստանը չի մախ։ Մենք մասնագետ ենք, կներեք հիբրիդային պատերազմի ու կոգնիտիվ պատերազմի հոդված են գրել ու Ռուսաստանը մեր գնահատականը եկեք որևէ մեկի մասնագիտական բանը կասկածի տակ չդնենք, բայց Տիկին Դիլբան, հա, չէ, բայց Տիկին Դիլբանը ամեն դեպքում այլ կարծիք ունի, հետո դուք Ես պարզապես զարմացած եմ։ Կարճ, բայց Տիկին Դիլբարյան, շատ կարճ, որովհետև պարոն Ղևոնդյանի հետ կներեք ախրկալակցիների զորքն էլ կարես մարդը իրանից չի հորինում գնացեք ինտերնետը ես համասարան, բայց այդ մարդիկ համասարանում են, չէ, ես դա համարում եմ բարի մեր ես ամբողջ կյանքում ինչ ասեմ, ընդունվել եմ համասարան, ավարտել եմ, երբեք դուրս չեմ։ Կներեք, որ զորք կներեք էլի։ Պարմիս կանեք կորեկտությունը։ Ես այն մարդկանցից եմ եղել, որը երբեք Հայաստանում գործող իշխանությունների համար չի աշխատել, իրեն ձայն չի տվել, ու միշտ եղել եմ այս վերջի շրջանում, Արտաշես Գեղամյանը ԵՊՀ-ի հետ ոչ մի կապ չունի, հա, լուսահոգի աստված իր հետ։ Ես այդպիսի տգեղ, ես ասեմ, այդ որտեղից առաջացավ, էլի Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրեն բոլոր ձայն չտվողները, ներառյալ նաև այստեղ ուժեր կան, որ մասնակցել են, ասած 100% բոլորը ընտրակաշարք են վերցրել։ Այստեղ մարդը ես չգիտեմ, լիքը մարդ գիտեմ, անկեղծ տվել է։ Ինչ լավ է ասած, ես նրանց ճանաչում եմ, դրանցից մեկն էլ ես եմ։ Իսկ դուք եկել եք համասարանը վերակաբեկում եք, ես չգիտեմ իրենք որ շենքում են։ Մեր շենքում
միայն համասարը չի եղել, ամբողջ հանրապետությունը այդպես եղել, համասարը ընդամենը օրինակ է։ Չէ, Երևանի պետական հենց այդ էլ եղել է։ Հենց այդ էլ եղել է։ Դա միայն մեկ օրինակ է, Տիկին Դիլբարյան։ Երբեք չի եղել ոչ օրինակ։ Դրա խնդիրները Դրա երբեք համար եկա։ պետք է գնաք, դուք սուտ եք ասում, Դուք եք ոչ մի Տիկին պրոբլեմ Դիլբարյան, ամոթ ձեզ։ Դուք եք Այդքան տարի ինտեղ եկել կաբինետից դուրս չեք եկել որտեղ եղաք չեք։ Ես բոլոր կաբինետներից Դե միշտ պոյստը եմ եկել։ 2012 դասա Ես պոյստ չետին կյանքն դրա միջոցով դրած է։ Ժողովուրդ, այս մարդը այլ կարծիք ունի, հանդուրժ Դե է։ տեսեք ընտրությունների վերաբերյալ, տեսեք էլի մարդ ունե ինչ որ, դե ես ցածակուլիկը որտեղ է։ Ժողովուրդ, Տիկին Դիլբարյանը այլ կարծիք ունի, լսենք ինչ է ասում։ Համասարանը չի եղել որջ Այդ համասարն էր մարդը լիֆտերի մասին դիսերտացիա դիսերտացիա էր պաշտպանում, Տարոն Մարգարյանը լիֆտերի մասին։ Հա, ինչ է, իսկ հիմա չեն պաշտպանում։ Գնացեք Հիմա նայեք անում են ԿՊ ներկայացիչներ են ենթադրում։ Իհարկե փառքասու ով է արդարացնում ԿՊ-ին։ Մեր Իմանենք մասնակիցները դասական է, ոչ մի կապ չունի։ Եվ դա չի կարելի էլի։ Լսեք Տիկին Դիլբարյան։ Երբեք ոչ Լսեցեք չի Դիլբարյանին, թողեք ես խոսեմ։ ժամանակել Չէ, դե է։ դա Դու տվեք ավարտի, որ դուք էլ Եվ երկրորդը, ես կարծում եմ, որ իրենց մի քիչ իրավականորեն էլ եւ Հայաստանի ապագայի, հատկապես անկախության, այստեղ մարդիկ խոսում են, որ իրենք ես շատ ուրախ եմ, որովհետեւ ինձ համարում եմ Հայաստանի անկախության սերնդի ներկայացուցիչ, այն մարդկանցից եմ, որ ԵՊՀ-ի մի անգամ եմ 4 ստացել, որ ասացի, որ ԽՍՀՄ քանդվելու է եւ Հայաստանը անկախ է դառնալու, Փարքասո դա շատ շուտ տեղի ունեցավ, այդ ես չեմ տխրում այդ 4-ի համար, չնայած այդ առարկան շատ լավ գիտեի, այսինքն Հայաստանի անկախությունը ինձ համար բարձրագույն արժեք է, ինքնիշխանությունը եւս, նշաձողն էլ այդպես իշխեցնել, ասել, որ ուրիշ տեղ լավ է եղել, դա սխալ է, ինձ թվում է իրեն քաղաքագետ կամ քաղաքացի համարող մարդը պետք է առերեսվի իրականության հետ եւ մենք ամեն ընտրությունից առաջ պետք է ոչ թե պատմենք ինչ որ նարատիվ հեքիաթներ, սրենք ու ժողովրդին էլ համոզենք, գիտեք ամենաշատ ինձ դա է ցավ պատճառում, ուր գնում ես, լսում ես այդ բանը, որ Հայաստանը չի ընտրությունները կառավարում, որ ընտրությունները, չգիտեմ, Եվրամիությունն է, Ռուսաստանն է, իրենք են միջամտում եւ շատ քաղաքացիների դեպ չեն գնում ընտրության հենց այդ պատճառով իմ շրջապատում էլ նման մարդիկ կան, որոնք մտածում են, որ վերջ մեր ձայնից ոչինչ կախված չէ, որ մեր փոխարեն այդ կներեք նզովյալ աշխարհակաղակական կենտրոնները ամեն ինչ որոշելու են ես համոզված եմ որ մեզանից է կախված նոր կարդացի որ եւս մեկ ընտրատ է այսինքն պետք չի շտապել եւս մեկ ընտրատ արածքում ընտրությունները չեղյալ են հայտարարվել ազատությունը հաղորդեց այսինքն մենք ունենանք 4 զարգացումներ ես օրինակ ուրախ եմ որ դա լինում է այսինքն մենք գոնե աստիճանաբար կմոտենանք նրան որ լինի ինչ որ գիտեք հասարակական կոնսենսուս հարցը դա չի որ քո այն ուժը որին ձայն ես տվել հիմա չի անցել քո ուժը որին ձայն ես տվել կամ չգիտեմ անցել է դա չի նշանակում լրիվ համաձայն եմ այն մտքից որ այս իշխանությունը ի վերջո Հայաստանի եթե լինում է ինքը պետք է Հայաստանի բոլոր քաղաքացիների իշխանությունը լինի եւ մեր վերլուծաբանների նպատակն է նշել եւ դրականը եւ մնացածներին չզրպարտել առանց դատարանի Հիմա Վաղ Ղևոնդյանը խոսում ու 1 րոպե սահմանում բոլորը ամփոփում է խնդրեմ Պարոն Ալավերդյանի հարցին պատասխանել չստացվեց ես հիմա պատասխանեմ իմ ուսանողը որի գիտական ղեկավարն է ես օրեր առաջ գերազանցությամբ պաշտպանեց դիպլոմային աշխատանքը ընդ որում գերազանցությամբ այն հանձնաժողովի մոտ որտեղի դասախոսները հանձնաժողովի անդամները Երևան պետական համալսարանից էին այդ թվում եկել ոչ միայն Երևան պետական համալսարան չէ ներողություն ինչու հիբրիդային պատերազմների մասին ես կարող եմ ասել պարոն Ալավերդյանը ասում է հարց է տալիս հարցին եմ պատասխանում ես տեսեք երբ որ դուք ասում եք որ Ռուսաստանը ոչինչ չի արել Ռուսաստանը Որտե ոչինչ չի արել, չի արել են ամեն ինչ որ կարող էր անել։ Ռուսաստանը 3 տարի առաջ էթնիկ զտման Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ժամանակ ես ընտրությունների մասին եմ խոսում, խնդրում եմ ընդհատեք։ 3 տարի առաջ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման ժամանակ Ռուսաստանը կրավորական պահվածք է դրսևորել։ Դա հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է։ Եթե, չգիտեմ, դուք ասացիք, որ կրավորական Լիբանն էլ Ադրբեջանը մեծ պահվածք է պահել, կոնկրետ ասել թե Ռուսաստանը ոչինչ չի արել կամ Ռուսաստանի արածները նվազագույն ազդեցություն են ունեցել, դա նշանակում է ամբողջապես մերժել այն իրականությունը, որում մենք այսօր գտնվում ենք։ Ռուսաստանի կողմից իրականացված գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հետևյալ արդյունքներն են գրանցել, այն արդյունքները, որոնք կան։ Եվ դրա ուղիղ դա տեղի ունեցել ուղիղ ազդեցության պայմաններում։ Ինչ տարբերություն դրա մասին է խոսվեց։ Ինչ տարբերություն
Արևմուտքի գործողությունների եւ Ռուսաստանի գործողությունների միջև։ Այստեղ կա շատ սկզբունքային մի տարբերություն, որը եթե հաշվի չեն առնում, կարելի է դրանց հավասարեցնել, բայց չի կարելի դա հաշվի չառնել։ Տարբերությունն այն է, որ արևմտյան երկրները Հայաստանին առաջարկներ են ներկայացնում, եւ Հայաստանը ընտրում է, որ առաջարկին ինքը համաձայնի, որին չհամաձայնի։ Ռուսաստանը առաջարկելու բան չունի Հայաստանին այսօր, որովհետև Ռուսաստանը վերջին 5 տարիներին այնքան է փլուզել իր հեղինակությունը Հայաստանի մոտ, որ եթե նույնիսկ որևէ բան առաջարկել, թեև չի կարող ռեսուրսները չեն ներիկում Ուկրաինայում խրված է։ Նույնիսկ եթե առաջարկել Հայաստանում կվախենան, նվազագույնը կվախենան ընդունել այդ առաջարկները։ Դրա պատճառով Ռուսաստանը սպառնում է Հայաստանում։ Հիմա երկու երևույթ մենք ունենք առաջարկներ մի կողմում եւ ունենք սպառնալիքներ մյուս կողմում։ Եւ ինչ է ստացվում այդ երկու երևույթների ազդեցության արդյունքում, այն ինչ ասացի, ստացվում է այն ազգային ժողով, որը գոյություն ունի։ Եվ չէ, պիտի անդրադառնամ նաեւ Տիկին Դիբարյանի այն խոսքին, որ չեղան են համարվել նաեւ եւս մեկ տեղամասի արդյունքներ։ Ես նշեմ, որ եթե այս պահին անվավեր համարվեն ընտրությունները եւ նոր ընտրություններ լինեն, դրանից շահելու են երկու քաղաքական ուժեր՝ քաղաքացիական պայմանագիրը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ուժելու են ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը։ Ինչու, որովհետեւ Բարգավաճ Հայաստանը վերականգնվելու հնարավորություն կունենա եւ ազգային ժողով անցնելու, քաղաքացիական պայմանագիրն էլ կկարողանա առանց այդ ուժեղ Հայաստանի կողմից Հայաստան բերված մի քանի տասնյակ, ընդ որում տարբեր գնահատականներ կան 13000-ից մինչեւ մի քանի տասնյակ հազար մարդկանց, ներկայության ընտրություններին մասնակցել եւ գուցե կարողանա նաեւ շահագրական մեծամասնություն ստանալ։ Սկսենք մի վարքյան, սկսենք Մեր ընտրողը մեկ րոպեի համար Տիկին Դիլբարյանը սկսենք ձեզնից ամփոփումը, ինչպիսի խորհրդան եք ունենալու, ինչպիսին է քաղաքական զարգացումը։ Ես կարևոր ուրախ եմ, գուցե տարբերությունը խոսում էինք, չէ, տարբերության եւ գուցե լեգիտիմության ինչ որ նշույլներ եմ արդեն տեսնում դրա բարձրացման, այն է, որ ընտրատեղամասերում ընտրությունները չեղյալ են հայտարարվում եւ ես կարծում եմ մենք կմոտենանք դրան, որ տեղի ունենա նոր ընտրություն։ Ես ճիշտն ասած չեմ մտնի այդ ինձ համար անհեռանկար, ճիշտն ասած բանավեճի մեջ թե ով կշահի այդ ընտրությունից, որովհետեւ ինձ համար ամենակարևորը բոլորովին ես ամենից առաջ ձեր այդ քաղաքագիտությունը ինձ շատ տարօրինակ է թվում, որովհետեւ միակողման ինչ որ մի կուսակցությունը, հա, գիտեք այնքան ծիծաղելի է, մեկ էլ այդ նույն բանից Լևոն Տեր-Պետրոսյանն էր մի անգամ ասել է, հա, շատ ծիծաղելի էր, ահազարու։ Ինձ համար կարևորը Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերն են։ Ով կշահի, դուք ինչ որ այստեղ նման եք ԲՀԿ շահերը լոբինգ անողի, որ անընդհատ խոսում եք, դուք իրավունք չունեք ընդհանրապես այդպիսի հայտարարություններ անելու, որովհետև չունեք այդ իրավունքը։ Առանձին կուսակցության համար ես եմ հենց որպես Հայաստանի Հանրապետության, որ ունեմ այդ իրավունքը, դուք էլ ձեր բաժնը։ Ես գտնում եմ, որ կարևորը, որ այդ եւս եթե բացահայտվում են այդ դեպքերը եւ հաստատվում են, իսկապես տեղի ունենա վերընտրություն անկախ այն քաղաքագետների կամ այն քաղաքացիների իմ կողմից հարգվա ամեն կարծիք հարգելի է, բայց եթե ինքը մանիպուլատիվ չէ, ով է շահելու, դա արդեն կորոշի քաղաքացին։ Մենք պետք է մոտենանք եւ Հայաստանի Հանրապետության հարգելի ընտրողներ, անկախ նրանից դուք ում եք ընտրել։ Դուք պետք է հասկանաք, որ ձեր դեմ անշուշտ հիբրիդային պատերազմ ինչ որ չափի վարվում է, բայց ձեր ճակատագիրը, մեր պետության եւ հայրենիքի ճակատագիրը դուք եք որոշելու ձեր քվեյով եւ մենք հասնելու ենք ազատ ընտրությունների։ Պարոն Ավագյան, ամփոփենք 1 րոպե։ Քանի որ հիմնականում իմ ընդհանուր մոտեցումները ասել եմ, ամփոփելու տեսանկյունից կարևոր եմ համարում մեր հեռուստադիտողներին ներկայացնել դիրքավորվածության հետ կապված հարցեր, որոնք որ կհամոզեն իրենց առավել հավանական համարել այն պնդումները, որոնք որ ինպես մտածող մարդիկ են ասում։ Տեսեք տարբեր խնդրահարույց դեպքեր լինում, երբ որ Արտուր Օսիպյանի հետ կապված քաղաքական նպատակադրումներով կալանավորվում եղավ, մենք դրա մասին ասել ենք։ Անիֆի հետ կապված դեպքերը մենք դրա մասին ասել ենք, ասելով ես իմ հետ ասացվող մարդիկ։ Ժամանակին, երբ որ հյուսիս-հարավից այդ ամեն ինչը կորում էր, դրա մասին խոսացել ենք։ Ուսանողների նկատմամբ բռնաճնշում է եղել նախկին իշխանություն, եղել ենք ուսանող, ասել ենք։ Բանակի հետ կապված ցանկացած խնդիր, բարձրաձայն որ բանակին առասարակ մի բան ասել ամոթեր նույն ԵՊ-ում դրա մասին խոսացել են։ Երբ որ այս ընտրությունների ընթացքում եղել է ադմինիստրատիվ ռեսուրսի հետ կապված ենթադրություններ, դրա մասին նույնպես խոսացել ենք, ստեղել ես խոսացի։ Դրա այս Վաշինգտոն հռչակագրից սկսած աննախադեպ քանակի ծավալի միլիոններ ծախսելով հիբրիդային հարձակումներ Հայաստանի ինֆորմացիոն դաշտում Ռուսաստանի կողմից եղել է, դրա մասին ասել ենք հերիք չի, հարյուրավոր, հազարավոր մարդկանց ենք ասել տետատետ հանդիպումների ընթացքում։ Ու ինչը որ եղել է խնդրահարույց մեր երկրի շահերին բխող Հայաստանի քաղաքացիների շահերի դեմ, դրա մասին խոսել ենք։ Հետևապես այն ինչը որ հիմա ես կոնկրետ այս քննարկման ընթացքում նշեցի ու ինպես մարդիկ կարակ վստահ ելնեք,
որ սրա հետ կապված ես կարծում եմ շեղումներ չկան ու չկա որևիցե օրակարգ մեկին պաշտպանել մյուսի, մեկն էլ մյուսն էլ։ Կարևորը մեր շահն է, իսկ այս ընտրությունները կարծում եմ ընդդիմությունը լավ էլ մանդատները վեկալու է, լավ էլ գնալու է խորհրդարան, որտեղ իրենք հասկանում են բանը շատ ձեն են հավաքել։ Շնորհակալ եմ պարոն Ալավերդյան, ամփոփենք ձեր տեսակետը։ Ես կարծում եմ, որ շարունակվելու է այն ինչ որ մինչ օրս է եղել խորհրդարանում, հիմնականում քաղաքացիական պայմանագիրը միանձնյա որոշելու է երկրի ճակատագիրը, իսկ ընդդիմությունը հիմնականում փորձելու է խոչընդոտել, խանգարել իր տեսակետը գուցե հնչեցնել, այլ բան չեմ ակնկալում, բայց ամեն դեպքում ամեն ինչ չի, որ Հայաստանով է պայմանավորված է նաև մեր հարևան երկրներով, պայմանավորված է ընդհանուր առմամբ տարածաշրջանով, Ռուսաստանի գնալով ավելի թուլացող դիրքով ամբողջ աշխարհում, բայց առաջին հերթին նաև հարավային Կովկասում, այնպես որ շատ տարբեր բաներ են տեղի ունենալու։ Մի բան եմ ափսոսում, որի մասին երազում եմ, որ մինչև հաջորդ ընտրություններ հիրավի իսկապես իսկական եվրոպամետ մի ուժ ձևավորվի, թեկուզ մի կոալիցիա, որին այն մարդիկ, ովքեր տեսնում են Հայաստանը Միացյալ Եվրոպայի կազմում, կարողանան գնալ եւ քվեարկել։ Նախորդ տարիներին դա ցավոք սրտի չհաջողվեց։ Շնորհակալ եմ պարոն Ալավերդյան, պարոն Իսկարյան, ամփոփենք։ Ես ուզում եմ դիմել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին։ Այս ընտրությունները, սրանից առաջ եղած ընտրությունները եւ 18-ի ընտրությունները նրա մասին են, որ Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չի եւ վերափոխման կարիք ունի։ Այն որ հիմա ձեր բախտը բերում է դուք կարողանում եք մարդկանց վախացնելով վերընտրվել, այդ չի նշանակում, որ միշտ այդպես է լինելու։ Եվ որ օրը, որ եթե չձևավորվեց այլ ընտրանք, որ օրը, որ այս ուժերը եկան իշխանության, հաջորդ օրը դուք ունեզրկվելու եք բոլորդ միասին։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարա պայմանավորվի այդ ուժերի հետ, դուք չեք կարողանալու։ Այն ինչ ձեռք եք բերել, խլելու են, քթներից են բերելու։ Դրա համար ամեն ինչ արեք, որ հաջորդ ընտրություններից առաջ դաշտը փոխվի։ Օրենքներ եք փոխում, չգիտեմ, ընտրական օրենսգիրքն եք փոխում, վերագրանցում եք բոլոր կուսակցություններին, թափանցիկացնում եք ֆինանսավորման աղբյուրները, կուսակցությունների մասին, չգիտեմ, ինչ դատական համակարգն եք փոխում, ինչ անում եք ձեր համար եք անելու։ Հետո չասեք, որ դուք չգիտեիք ու որ Հայաստանը լավը չի, հայ ժողովուրդը լավը չի, ձեզ չընտրեց, գնաց ռուսներին ընտրեց, իրանք եկան ու ձեր քթերից բերեցին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Ղևոնդյան։ Շնորհակալություն, նախ ուզում եմ ամբողջապես կիսել պարոն Իսկարյանի կոչը, բացի դա իմ ամփոփումը, ես Տիկին Տիբարյանի պես իսկապես գնահատում եմ ինձ համար ամենակարևոր Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահն է, որովհետեւ այստեղ մի խնդիր կա, ինչու եմ նշում, որ ես քաղաքագետ եմ, որովհետեւ քաղաքագիտության տեսակետից այդ շահը հասկանալու միայն մի տարբերակ կա, եւ այդ մի տարբերակն այն է, թե մեծամասնությունը ինչ է ցանկանում։ Փաստացի այս ընտրություններին 727.820 մարդ, եթե չեմ սխալվում, քվե է տվել, որ քաղաքացիական պայմանագիրը լինի իշխանություն։ Ամեն դեպքում այս պահին արկա իրավիճակը այնպեսին է, որ այդքան մարդ քվե է տվել, որ քաղաքացիական պայմանագիրը անկախ նրանից, որ քաղաքացիական պայմանագիրի մաշկի լույսը չի, անկախ նրանից, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքում բազմաթիվ թերացումներ են տեսնում եւ այլն, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է, որ նա լինի վարչապետ, ցանկանում է, որ քաղաքացիական պայմանագիրը ղեկավարի։ Դա նշանակում է մեկ բան, դա նշանակում է, որ ես որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի ստիպված եմ ենթարկվել մեծամասնության կարծիքին, ինչը նշանակում է իր հերթին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գնա այն ճանապարհով, որ ճանապարհը, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ճիշտ է համարում։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում այսօր քննարկում ենք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քննարկմանը մասնակցում են Դավիթ Ալավերդյանը, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր, Գարեգին Միսկարյանը, +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ, Ռոբերտ Ղևոնդյանը, հայկական խորհրդի փորձագետ եւ քաղաքագետ, Նայնե Դիլբարյանը, ԵՊՀ դոցենտ եւ Դեմկուսի փոխնախագահ, ինչպես նաեւ Յուրի Ավակյանը, Restart հիմնադրամի տնօրեն, շնորհակալ եմ Factor TV գալու համար, շնորհակալություն նաև ձեզ հետևելու համար, հաջողություն։